2025 թվականի տվյալները, ուզում եմ ասել, որ 76537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում 24-ի 25-ին հայտարարել է 24-ը արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն վերադարձվել է, էլի 76537 քաղաքացի 6 միլիարդ 200 միլիոն սոցիալական կրեդիտ եւ միջին գումարը կազմել է մեկ հայտարարատուի համար 81000 դրամ, այսինքն միջինում ստացել են 81000 դրամ, պարզ եղել են մարդիկ գուցե 100000 դրամ, գուցե մի քիչ պակաս, բայց միջինում 81000 դրամ եւ ես կարծում եմ, որ սա նաեւ կարեւոր է այդ սոցիալական հասցեական մեր քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական լինելու համար։ Հիմա այս ուզում եմ հիշեցնել, որ մենք սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար, որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ որ մենք արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մենք մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։ Մենք գուցե կլինեն խավեր, շերտեր, օրինակ մարդիկ, ովքեր ամիսը, չգիտեմ, մեծ աշխատավարձեր են ստանում, մեծ եկամուտներ ունեն, իրանց ասել, որ տարեկան 100,000 դրամ սոցիալական կրեդիտ ենք ձեզ վերադարձում, այդքան էլ տրամաբանական չի։ Մենք այս խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղենք այն շերտերի եւ խավերի ուղղությամբ, որոնք դրա կարիքը ավելի շատ ունեն։ Այսինքն 1, 2, 3, 4, 5, 6, ինչքան որոշակի տարիների վերլուծության արդյունքում հիմա բոլորը 100,000 դրամա միջև 50,000, որից 50,000-ը կարող է լինել առողջության ապահովագրության թեմաներով, բայց մի X պահի մենք պետք է որոշումներ կայացնենք եւ որոշակի խավի մարդկանց համար սոցիալական կրեդիտը կդառնա 0, իսկ ուրիշների համար, ասենք, կդառնա 150,000 դրամ, 200,000 դրամ, այդ կախված արդեն կոնկրետ վերլուծություններից եւ իրավիճակից։ Խնդրեմ, պարոն Թորես։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մենք էլի ենք խոսել այս թեմայով, նորից ուզում եմ խնդրել եւ առաջարկել գործընկերներին ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի։ Նաեւ որպես օգտագործող այդ համակարգի մենք էլ ենք լրացնում այդ հայտարարագրերը։ Մենք ինֆորմացիան ի սկզբանե սոցիալական կրեդիտի հասանելիության հայտարարի լրացնելիս արդեն ունենք, այսինքն համակարգը գիտի, այնտեղ գոյացել է սոցիալական կրեդիտ, թե չի գոյացել, եւ թվայնացման տրամաբանությանը կարծես թե հակասում է այդպես անվերջ դիմումներ ունենալու համակարգը, այսինքն մի հատ դիմում լրացնում ենք, մի հայտով ներկայացնում ենք հայտարարագիրը, եւս մեկ գործողություն, ինչքան էլ որ այն լինի պարզ եւ հասարակ, եթե միևնույնն է կա այդ ինֆորմացիան եւ նոր դիմում լրացնելուց նոր ինֆորմացիա օգտագործողի կողմից չի լրացում համակարգ, ինչու մենք դա չենք կապում եւ դարձնում ավտոմատ, վստահ եմ դա թվային իմաստով շատ հեշտ է եւ քաղաքացիների տեսանկյունից էլ ավելի քիչ ժամանակատար, կարծում եմ նաեւ թվային տրամաբանությունը մեզ հուշում է, որ մենք այդ դիմումներ անդադար դիմումներ գրելու տրամաբանությունից պետք է դուրս գանք, այստեղ էլ են քննարկումներ եղել, այդ թվում մոտավորապես այն տրամաբանությամբ, երբ որ կարգավիճակը ծագում է ավտոմատ այդ գործողությունը տեղի ունենա, մենք էլ ունենք այդ ամեն ինչը քննարկումների ժամանակ, երբ որ մեր մոտ էի քաշվետության, ես ասացի, որ այդ դիմումի ինստիտուտը կարծես թե տենց արմատացած լինի մեր մոտ, մեր պետական համակարգում ամեն ինչի համար պետքա դիմումի համար, երկրորդ գործողության համար եւս մեկ դիմում, խնդրում եմ տենց աստիճանաբար, այդ թվում էս առիթը օգտագործելով ազատվենք այդ որտեղ որ հնարավոր է առնվազն։ Շնորհակալություն։ Համեցեք բանակ։ Իրականում կարծում հարցը շատ կարևոր է ու հենց այս հարցը եւ բազմաթիվ այլ հարցեր քննարկելու արդյունքում գիշեք նաեւ որոշում կայացեցինք նոր պլատֆորմ ունենալ եւ ուզում ուղղակի իրազեկել, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթը կայացել է, հիմա գնահատման փուլում ենք ու դրա արդյունքներով մենք այս տարի կմշակենք արդեն այդ նոր պլատֆորմը, որը հենց նշված լուծումները իր մեջ կպարունակի եւ ոչ միայն նաեւ նշեմ, որ մենք խոստացել ենք, որ պետք է որոշ համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես օրինակ բանկային տեղեկատվությունը, ավանների դիմաց եկամուտները ստացվող քաղաքացիների, դրանք քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենան բանկերից ստանալու, դա էլ ենք այդ հարցն ենք կարգավորում, մյուս հարցը օրինակ լիազորագրի միջոցով ուրիշին թույլ տալը իր փոխարեն հայտարարագիրը
տեսնելը, լրամշակելը եւ հաստատելը, ինչպես նաեւ մեր սոցիալապես անապահով, ինչպես նաեւ կենսաթոշակառուների համար ավտոմատ տեղեկատվության ստացումը հենց նույն աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության շտեմարանից, սրանք բոլորը այս տարվա ընթացքում կլուծվեն, բացի դա էլ կլինի մի հավելված, որը պարոն վարչապետ ձեզ էլ ենք զեկուցել, որը շատ ավելի պարզ եղանակով մարդկանց հասանելի կլինի իրենց հեռախոսներում եւ շատ հեշտ հարցերի միջոցով իրենց կուղորդի ցանկացած դաշտ հասկանալու, ինչպես նաեւ լրամշակելու եւ հաստատելու իրենց հայտարարագրերը։ Շատ լավ։ Ունեք ասելիք, համեցեք։ Պարոն վարչապետ, ես կուզեի առիթը օգտագործել եւս մեկ անգամ այդ սոցիալական կրեդիտի բովանդակության ու դրա բերած փոփոխության մասին մատնանշելու, որովհետեւ նախորդ տարի գարնան սկզբին որոշում կայացվեց սոցիալական կրեդիտի ենթակա ծախսերի տիրույթում ընդգրկել նաեւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ու իսկապես դա շատ մեծ արձագանք ունեցավ կրթական ծառայությունների շուկայում, որտեղ մենք նախորդ տարի ավելի քան 800 ծրագիր երաշխավորեցինք, ինչը 10 անգամ ավել է, քան նախկինում 1 տարում եւ այս տարի էլ չնայած տարին նոր է սկսվել, մենք տեսնում ենք, որ տեմպը էլ ավելի է արագանում, որովհետեւ արդեն հունվարի սկզբից մինչ հիմա ավելի քան 180 ծրագրեր ունենք, որ երաշխավորել ենք, ու սա նշանակում է, որ մի կողմից քաղաքացիները իհարկե, որոնք շահառու են սոցիալական կրեդիտին, բայց նաեւ ծառայությունների շուկան այս տրամաբանությամբ է սկսում աշխատել, ինչը ցույց է տալիս, որ այս համակարգը իսկապես ունի բազմակի ազդեցություններ դրական իմաստով եւ կոնկրետ կրթության ոլորտում մենք դա շատ ակնհայտ տեսնում ենք։ Այո, եւ խոսքը այդ բոլորը կրթական ծառայությունների մասին է խոսքը։ Համեցեք, պարոն Հովհաննիսյան։ Պարոն վարչապետ, կուզենայի նաև հիշեցնել, որ հայտարարագրման ժամկետը սկսվում է մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար եւ ուզում եմ ասեմ, որ 2 շաբաթվա ընթացքում մենք պատրաստում ենք այս առումով բերել եւս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանավակ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում, այսինքն այստեղ հավելյալ պարզեցումներ, որովհետև եթե հիշում եք, մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը ընտանիքի անդամներին փոխանցումները եւ այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն եւ 2 շաբաթվա ընթացքում կներկայացնեն կառավարության հաստատմանը։ Շատ լավ, համեցեք, պարոն։ Պետք մի կարևոր լրացում էլ անեմ, որ սա նաև բացի բուն հայտարարագրման ռեֆորմի տրամաբանությամբ ինքը հարմարավետ հարթակ է նաև բազմաթիվ ֆիզիկական անձ հարկ վճարողների համար, որպեսզի իրենք այն ինչը պետական եկամուտների կոմիտեն չի տեսնում, օրինակ վարձավճարները կամ նմանատիպ այլ եկամուտներ, այդ հարթակում շատ պարզ հայտարարագրեն եւ իրենց հարկերը վճարեն եւ 25 թվականը այդ տեսանկյունից էլ է բավական տենց առաջընթացի տարի եղել ու եթե թվեր հնչեցնեմ 8.6 միլիարդ դրամ հարկեր են վճարվել այդ ճանապարհով նախորդ տարվա 4.5 միլիարդ դրամի փոխարեն, սա խոսում է հենց այդ հարմարավետության մասին։ 2.6 միլիարդ, այսինքն հայտարարագրման ճանապարհով։ Այո, այսինքն դրանք այն հարկերն են, որոնք այս պլատֆորմի բացակայության պատճառով օրինակ հնարավոր չէ լինի ու նորից կընկնենք այդ թղթային տրամաբանությամբ ինչ-որ դիմումներ ստանալու հարկեր հայտարարելու ռեժիմի մեջ։ Եվ այս տեսանկյունից մի կարևոր բան ասեմ, որ մենք նաև այս ամբողջ ռեֆորմի թվայնացման տրամաբանության ավարտը լինելու է նա, որ մենք ֆիզիկական անձի կյանքի իրադարձություն դարձնենք դա, այսինքն եթե ինքը հարկային մարմնի հետ առնչվում է, մի պատուհանից առնչվի բոլոր հարցերով եւ այս իմ նշած մրցույթի արդյունքում պլատֆորմը երբ որ կմշակվի, հաջորդ փուլը կլինի արդեն ֆիզանձի համար մեկ միասնական պլատֆորմ հարկային բոլոր հարցերով դիմելու պետությանը։ Շատ լավ։